Թեև նախօրեին Ստամբուլում չկայացավ այդքան սպասված Պուտին-Զելենսկի հանդիպումը, որին պատրաստ էր անգամ ներկա գտնվել Մերձավոր Արևելքում աշխատանքային այցով գտնվող Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ այսօր արդեն նույն Ստամբուլում կայացավ ռուս-ուկրաինական պատվիրակությունների հանդիպումն ու բանակցությունները։ Ինչպես թվում էր, բանակցություններն այդքան էլ հարթ չընթացան։ Սկզբում տեխնիկական խնդիրներ կային, չկար թարգմանիչ, բոլորը ստիպված շփվեցին ռուսերենով։ Այնուամենայնիվ հանդիպումը սկսվեց և ավարտվեց։ Ռուսական կողմից Պուտինի օգնական Մեդինսկին հայտնեց, որ այս փուլում գոհ են։ Պայմանավորվածություն է ձեռք բերել 1000-ի դիմաց գերիների 900-ից ավելի զոհվածների աճուրների փոխանակում իրականացնել։ Սա ռուսական կողմի արձագանքն էր։ Բավական զուսպ, բայց դրական արձագանքեց նաև ուկրաինական կողմը։ Իսկ արդյունքում երկուստեք հայտարարեցին, որ կպայմանավորվեն բանակցությունների հաջորդ փուլի մասին։ Չենք մոռանում բաժանորդագրվել ալիքին։